Դոկ կուսակցության լրատվականն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի լուսանկարը։ Շատերի կարծիքով Վարդան Ղուկասյանն արդեն ազատության մեջ է, եւ այս լուսանկարն արված է հենց րոպեներ առաջ, սակայն շատերն էլ շարունակել են ազատության կոչով հանդես գալ, նշելով, որ անհամբեր սպասում են, թե երբ պետք է Վարդան Ղուկասյանը լինի ազատության մեջ, հատկապես վերջին շրջանում հայաստանյան իրադարձություններից հետո, քանի որ շատերի խոսքով Վարդան Ղուկասյանն իր խոսքով, իր ուղիղ եթերներով եւ իր կոշտ ու կոպիտ քննադատություններով միակ լուծումն է այս օրերում ստեղծված իրավիճակի մեջ։ Հավելենք նաև, որ այս օրերին շատերն են նմանատիպ գրառումներով հանդես գալիս։ Միակ ելքը երկրում տիրող իրավիճակից ելնելու համար նրանք տեսնում են Վարդան Ղուկասյանի ազատ արձակումը։ Շատերն էլ նշում են, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը իրականում մտածված էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի հետ կապի մեջ է եղել եւ այդպիսով որոշել է նրան ձերբակալել իր սև գործը շարունակելու համար։ Օրեր առաջ էլ Դոկ կուսակցության լրատվականը գրել էր. «Փաստ է, 100% ապացուցված փաստ է, ուզեք թե չուզեք, բոլորդ բացարձակապես բոլորդ ստիպված եք լինելու հաշվի նստել Վարդան Ղուկասյանի հետ, ժամանակն է գիտակցել սա։ Ընդդիմադիրներ, հիմա էլ կասեք, որ Վարդան Ղուկասյանի կարիքը չկա, տեսակ չէ, թե ինչքան լավ էր կարողանում ղեկավարել, իսկական առաջնորդը գործերով է երևում, ոչ թե խոսքերով։ Իրական ընդդիմադիր ուժը Հայաստանում միայն Դոկ կուսակցությունն է Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ»։ Նշենք նաև, որ Դոկ կուսակցությունն այս օրերին շարունակում է տարածել տեսանյութեր, որոնք արված էին Վարդան Ղուկասյանի կողմից այս տարիների ընթացքում։ Նա ժամանակին հանդես էր եկել ուղիղ եթերներով, որոնք այսօր արդեն արդիական են։ Վարդան Ղուկասյանը տարիներ առաջ խոսել է այն բաների մասին, որոնք այսօր տեղի են ունենում մեր հայրենիքում։ Վարդան Ղուկասյանի դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին առավոտյան ժամը 8-ին։ Առայժմ այսքանը, ինչ որ նոր եթե ինֆորմացիա լինի, մենք կհայտարարենք։ Ես ի վիճակի չեմ բոլորին անձնական սեսնամակներով պատասխանել, որոշեցի այդ վիդեոյով բոլորիդ պատասխանել։ Նախ ես ուրիշ բան չեմ ասում, իմ գործընկերներն էլ ուրիշ բան չեն ասում։ Պրոստը նույն հարցի շուրջ մենք ունենք տարբեր մոտեցումներ, տարբեր վերլուծություններ։ Հիմա ես բացատրեմ իմ ասածը ինչի է տարբերվում իմ գործընկերների ասածներից։ Այս է տարբերությունը։ Օրինակ, ես արդեն ամսի 16-ին գիտեի, որ այս դատը 90%-ով հետաձգվելու է։ Ես գիտեի, որ այն ծավալի ինֆորմացիան, որ ստացել են դատապաշտպանները, չեն հասցնելու պատրաստվեն, ծանոթանալ, հələ որ մի հատ էլ թաքմանության բանով ամեն ինչով ներկայացնեն դատավորին։ Ես սա արդեն գիտեի։ Հասկանում եք, բայց ես չէի կարա սա ասեի, որտեվ սա ասենք ինձ Հարուժի շոշտը ինձ չի վերաբերվում, այ բարոյական չէր, որ ես sense բան ասեի, եթե պետք է ասեր, պետք է ասեր Դոկ կուսակցությունը կամ դատապաշտպանը, որը որ Հայաստանում է, չէ՞։ Ու իրանք ասեցին, պրոստը մի շաբաթ շուտ ասեցին կամ մի քանի օր շուտ ասեցին, կապ չունի։ Հիմա նայեք, ես ժողովուրդ ջան, այսպիսի մոտեցում ունեմ։ Եթե ես ժամանակին ավելի ռադիկալ էի մոտենում, հիմա էլ էձևի ռադիկալ չեմ մոտենում, որտեվ ես արդեն զրուցել եմ պարոն Ղուկասյանի հետ։ Ես իմ հարցերի պատասխանը ստացել եմ։ Ես համոզվել եմ, որ Վարդան Ղուկասյանը ամեն ինչից տեղյակ է, հասկանում եք, տեղյակ է այդ մարդը։ Համի ես ինչ ելնեմ ասեմ, էսի լավ չի աշխատում, էնի լավ աշխատում, էսի սենց էնին են, եթե ինչ-որ մեկը պետք է որոշի, որ դատապաշտպանները վատ են աշխատում, դա հենց Վարդան Ղուկասյանն է։ Ժողովուրդ ջան, եթե դուք դատերին ներկա չեք գտնվում, ճիշտ է, մաքսիմում շենքի մոտ եք գտնվում, աջակցությունն եք ձեր ցույց տալի, լավ եք անում, բայց Վարդան Ղուկասյանը բոլոր դատերին ներկա է լինում on-line տեսակով, ասեն, վիդեոկապով, ամեն ինչի շատ լավ տեղյակ է։ Ու ոնց որ ես ժամանակին ձեզի ասում էի Վարդան Ղուկասյանը այդ մեկուսացման մեջ չի, որ աշխարհից կդրված լինի, այսինքն մարդը
ամեն ինչից էլ տեղյակ է, իրան օրը 100 հոգի զանգում է, լիքը նամակներ է ստանում, ինքս ամեն ինչ, ես արդեն համոզվել եմ, որ ինքը ամեն ինչից տեղյակ է, ես ինչ էլ եմ ասեմ, դատապաշտպանները վատ են աշխատում։ Տենում եք, որն է կայանում տեսակ տարբերությունը իմ եւ իմ գործընկերների, որտեղ իմ մոտեցումը փոխվել է, որտեղ ես իմ հարցերի պատասխանը ստացել եմ։ Եթե ինչ-որ մարդ կա, որ պետք է որոշում կայացնի, որ դատապաշտպանները պետք է փոխվեն, դա Վարդան Ղուկասյանն է, ես չեմ, ես ոչ էլ իրավաբան եմ, որ ասեմ, գիտեք ինչ կա, իրավաբանական տեսանկյունից այս մարդիկ սխալ են աշխատում։ Որ հլենձի կարողա թույլ տայի, բայց չէ։ Եթե Վարդան Ղուկասյանը որոշել է, որ իր պաշտպանությունը պետք է կատարեն այս դատապաշտպանները, ես էլ ինչ բարոյական իրավունք ունեմ, որ տենց խորանամ, թե իրանք լավն են, վատն են, ինչ են։ Ես այդ բարոյական իրավունքը չունեմ։ Դուք հիշեք, որ ես ընդամենը բլոգեր եմ եւ պայքարում եմ հանուն արդարության, ես Վարդան Ղուկասյանի աջակիցը չեմ։ Իսկ եթե դուք այդքան շատ հզոր աջակիցից եք, հարգելիներս, գնացեք մասնակցեք այն միջոցառումներին, որոնք որ կազմակերպվում են, ինչի չեք իթում։ Այն վերջի հավաքին 100 հոգի մարդ էլ չկար։ Անձրևիտակ մարդիկ հավաքվել էին դեսպանատան դեմ։ Բա գնայիք։ Հիմա ասում եք ում հավատանք, ձեզ հավատանք, թե ձեր գործընկերներին հավատանք։ Ում ուզում եք հավատացեք, բայց ելի եմ կրկնում, ոչ մեկ սուտ չի ասում։ Մեր մեջի տարբերությունը մեր տեսակետներն են, որ տարբեր են։ Եթե ես ժամանակին մտածում էի այս կամ այս հարցերի շուրջ հնարավոր է Վարդան Ղուկասյանը տեղյակ չի, չէ, հետո ես արդեն համոզվեցի, որ տեղյակ է։ Մարդ ասեց, մարդ այն ժամանակ էլ բոլորիդ ասեց, իր հաղորդագրությունը այն ժամանակ ուղարկեց, չէ, ասեց, սիրելի ժողովուրդ, բոլորի գումարները վճարված են, այս պահին ոչ մի գումարային աջակցության կարիք չկա, այս պահին, չէ, այդ պահին։ Եթե հանգարց պետք լինի, ես ձեզի խաբար կանեմ։ Ինչ ես էլ եմ ասեմ, թանգանոց ավելի բան, ադվակատներ կա, հա, եկեք կամ այդ թանգանոց ադվակատ կա, այդ փողը ով է տալու։ Դուք եք տալու։ Ես չեմ պաշտպանում հիմի դատապաշտպաններին, ոչ էլ ճանաչում եմ իրանց, ոչ էլ գիտեմ իրանք լավն են թե վատն են, բայց ես մի բան գիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ։ Մի հոգի որոշող կա, թե իրանք պետք է աշխատեն այդ գործի շուրջ։ Թե ոչ, ու այդ մարդու անուն ազգանունն է Վարդան Ղուկասյան, ախպեր ջան։ Ոչ ես եմ, ոչ դու ես, հավատացեք ինք ամեն ինչից տեղյակ է։